Ողջույն հարգելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցներ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեզ հետ եք, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ մեր ազգային խոհանոցից։ Շարքը, որ մենք արդեն սկսել ենք, որ կոչվում ենք Մարգագետնից խոհանոց, այդ շարքից մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ համեղ եւ մեր բնաշխարհի տնօրոն։ Եվ այսպես բարեկամներ, պատրաստվող ուտեստը կոչվում է հազարով ապուր, հազար, մարոլով ապուր և բաղադրությունը հետևյալն է, հազար, բրինձ, կարակ, արիշտա, ձու, գազար, խառը կանաչիներ, լավ տրամադրություն և հոգու սեր, այս վերջի համեմունքը չմոռանաք յուրաքանչյուր անգամ ուտեստ պատրաստելիս, սա շատ կարևոր համեմունք է և ես կասեի ամենաանհրաժեշտը։ Գազարը և հազարը, հիմա մանր կկտրատենք, միշտ մենք կողմնակից ենք, որ հազարը դանակով չկտրատենք, բայց այս ուտեստը այնպես է, որ մանր պիտի կտրատվի և մենք ստիպված պիտի այս պատրաստման եղանակը պահպանենք։ Ավելացնենք ջուրը։ Ջրի մեջ արդեն դնենք արիշտան, այս հիանալի հայտնագործությունը մեր նախնիների կողմից պաշար անելու այս գեղեցիկ ավանդույթը։ Բրինձը, աղ ավելացնենք, և ինչպես նշեցի, յուղը, հենց այսպես է, հենց այսպես յուղը ավելացնում ենք ուտեստին։ Թողնենք եռա, հազարը կտրատեցինք, հիմա կտրատենք գազարը, այս ապուրի և լավ օգտակարությունը պահպանելու համար հարկավոր է մթերքները ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով կտրատել և պատրաստել։ Եվ խորհուրդ եմ տալիս հատկապես աղ լցնելու ժամանակ, հատկապես այն ապուրները, որոնց մեջ կա առկա է արիշտան, մի քիչ զգույշ լինել, որովհետև արիշտան ինքը աղով է պատրաստվում, երկար պահպանելու համար։ Ահա, եռած, հիմա կավելացնենք գազարը, մի քիչ գազարը եփվելուց հետո կավելացնենք հազարը, սպասենք 3-4 րոպե և վերջում կավելացնենք արդեն հազարը, մի քանի րոպե հետո ձուն և կունենանք այս ապուրը իր ամբողջ տեսքով։ Բարեկամներ արդեն եռած, պատրաստվեց, շատ լավ է, մենք չմոռանանք, որ պղպեղը ավելացնում ենք այսպես խոշոր չորացված կծու պղպեղ, 2 հատիկ, հիմա ավելացնենք հազարը, չասենք մինչ կպատրաստվի հազարը, քանի որ հազարը արդեն պատրաստ է և շատ եփվելու կարիք չունի, ջարդենք ձուն, խառնենք,
Նախապատրաստենք նաև կանաչիները, մի քիչ ռեհան կամ ինչպես արդեն կոչում ենք ասպրամ, ծոթրին, ցիտրոն, համքեղ համեմ եւ մաղադանոս, պետրուշկա։ Մի մասը հիմա կավելացնենք, ավելացնենք նաև ձուն, իսկ ձուն ավելացնելու համար մի քիչ իր ջրով կբացենք, խառնենք այսպես, խառնելով լցնենք, ուտեստը պատրաստ է, ինչպես միշտ ամբողջ կանաչին ավելացնում ենք, կափարիչով ծածկում և վերցնում կրակից շնչահանվի, այսինքն ամբողջ համերը խառնվեն իրար, այդ ընթացքում մատուցող ափսեն, բոլոր համերը ներկա են։ Էկոլոգիապես մաքուր բնամթերքով պատրաստված ապուր է սա, բարեկամներ, հարգելի հեռուստադիտողներ, ցանկությունս է, որ ձեր սեղաններին միշտ լինի ազգային ավանդական ուտեստներ եւ այդ ուտեստները նպաստեն ձեր առողջությանը եւ ձեր հաջողություններին։ Մենք լինենք միշտ միասին, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Հազարով ապուր, 1120 գրամ, խառը կանաչի, արիշտա 50 գրամ, բրինձ 25 գրամ, գազար 20 գրամ, կարագ 25 գրամ, ձու 1 հատ, աղ, կարմիր չոր պղպեղ և սև պղպեղ, բարյախորշակ։